Հունվարի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ սրբազան պայքարի մասնակիցների գործով հերթական նիստը։ Հենց սկզբում հանրային մեղադրողները հանդես եկան հայտարարությամբ, դատավորին կոչ անելով սահմանափակել նիստերի ընթացքում հնչող այն ելույթները, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն։ Պաշտպանական կողմը հակադարձեց, այն համարելով ամբաստանյալների խոսքի սահմանափակում։ Սրբազան պայքարի անդամներից Վահագն Չախալյանը նկատեց, առանց այդ էլ ամիսներ շարունակ անազատությանն ու բազմաթիվ զրկանքների մեջ գտնվելու պայմաններում դատարանի դահլիճը միակ վայրն է մնացել, որտեղ հանուն իրենց պաշտպանության կարող են տեսակետ արտահայտել։ Բոլորի համար ակնհայտ է, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ազատարարներ, ամբողջովին եւ ամենացորդ նվիրված Հայաստանի ազատագրման գաղափարի Եվ ուշ թե շուտ վստահաբար ասում եմ, Աստծո ողորմությամբ եւ օրհնությամբ մենք լուծելու ենք մեր առջև դրված խնդիրը եւ ոչ միայն արդարությունն ենք վերականգնելու, այլև ազատագրելու ենք մեր հայրենիքը։ Հաշվի առնելով, որ այս մեղադրանքն է հենց ինքը ակադեմիական գրականությամբ հավաստում է, որ քաղաքական հանցագործություն է ահաբեկությունը եւ քաղաքական էլեմենտը այստեղ շատ մեծ է, բնականաբար քաղաքական կոնտեքստում է եւ առավել եւս, որ սա քաղաքական հետապնդում է, չեն կարող մեղադրյալների ելույթները զերծ լինել քաղաքական գնահատականներից։ Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողները ներկայացրեցին մի շարք պնդումներ, որոնք ըստ պաշտպանական կողմի նյութական կամ փաստաթղթային որևէ ապացույց չունեն։ Պաշտպաններն ընդգծեցին, որ մեղադրական փաստերը հիմնված չեն փորձաքննությունների արդյունքների վրա, որոնք կարող են իրավական ուժ ունենալ դատարանի համար։ Այս մարդկանց անունները, ներառյալ իմը, իմ ազգանունը, իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, և այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ։ Պաշտպանական կողմն ու ամբաստանյալներն իրենց բողոքն արտահայտեցին նաև դատական նիստերն արհեստականորեն ձգձգելու եւ աշխատանքային ընթացքը ոչ արդյունավետ իրականացնելու դեմ։ Ակնհայտ է, որ դատախազները ձգում են դատական process-ը եւ այս նաեւ այդ հայտարարություն միջնորդությունով են ինչ-որ առումով փորձ են անում բանային, որ քաոսի է վերածվում ձգձգվում է, չնայած առավելագույն վատ բանը, որ եղել է այդ միջադեպերի ընթացքում 10 րոպե նիստի ընդմիջումն է եղել, որը չեն կարող համարել ձգձգում, բայց հակառակը մենք տեսնում ենք, որ արդեն երկրորդ դատական նիստը մի նիստ իրենք չեն ներկայացրել, մի նիստ տնային կալանքի տակ եղած անձանց չեն ներկայացնում, որտեղ բոլորով գնացել էին մայրաթոր գրոհելու ոստիկաններով եւ ոստիկան չէր մնացել քաղաքում, որ ուղեկցեր մարդկանց։ Արդեն փաստորեն 4 նիստ պետական աշխատողների պատճառով հետաձգվել է եւ մենք էլ տեսակ ամեն ինչ անում ենք, ես արդեն 5 պաշտպանյալ ունեմ գործով, որտեղ ամեն նիստերից մեկով, երբ որ գործ ընկնես մեկին հարմար չի լինում, ներգրավում, որպեսզի հանկարծ նիստը այդ պատճառով չհետաձգվի։ Հիմա արդեն դուք տեսնում եք, որ դատախազներն են շահագրգռված ձգձգումներով, իրանք ըստ էության ավելի, այսպես ասած, չեմ վախենա ասել, ուրախանում են, երբ որ այլ միջնորդություններ են ընթացիկ առողջական հարցերի հետ կապված, որոնք այսպես ասած ժամանակ են ձգում։ Շատ լղոզված են իրենց մարտավարությունը վարում, փորձում են մի կողմից իրենց ապահովագրել, մյուս կողմից process-ի իմիտացիա տան, բայց տեսնում ենք, որ սնանկ է իրավիճակը։ Սրբազան պայքարի գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 22-ին ժամը 15-ին։ Հանրային մեղադրողները կշարունակեն ներկայացնել հետազոտման ենթակա ապացույցները։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Հայ եկեղեցին չի վախեցել անցյալում եւ չի վախենա նաեւ այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ ճշմարտությամբ, հավատքով եւ միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության եւ Աստծո արդար դատաստանի առաջ։ Օրեր առաջ Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն այս խոսքերով դատապարտեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը։ Սրբազան հայրը շուրջ 3 ամիս է գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, այդուհանդերձ շարունակում է արտահայտել թեմին վերաբերող իրադարձությունների շուրջ իր մտահոգությունները։
Նրա օրհնությամբ տևական ժամանակ է թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական ժամերգություններ են անցկացնում թեմի տարբեր եկեղեցիներում։ Հունվարի 15-ին թեմի հոգևոր դասն ու հավատացյալները Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում էին մասնակցում ժամերգության։ Եկեղեցական տոնացույցում հունվարի 15-ը նշված է որպես Հովհաննես Մկրտչի ծննդյան տոն։ Մեր եկեղեցում Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբը Հովհաննես Մկրտիչն է։ Եկեղեցին տարեկան 4 տոն է սահմանել նրա հիշատակին։ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մկրտեց Հորդանան գետում եւ իլուր բոլորի նրան խոստացված Մեսիա հայտարարեց։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան է բերել Հովհաննես Մկրտչի մասունքները, որոնց վրա կառուցվել են Մշո Սուրբ Կարապետը, Արցախի Գանձասար վանքը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննեսը, Օհանավանի Սուրբ Հովանավանքը։ Անդրադառնալով օրվա խորհրդին նշեց Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Այսօր նաև գիտեք ցավալի իրավիճակ ունենք։ Մշո Սուրբ Կարապետը կիսավերված վիճակում է։ Արցախի մեր Գանձասարի վանքը այսօր ադրբեջանական գերության մեջ է։ Ցավոք սրտի նրանց կողքին նաև ունենք այսօր էլ գերության մեջ եղող մեր Օհանավանքում գտնվող Հովանավանքը, որտեղ նույնպես այս վերջի շրջանում օրինական պատարակներ չեն մատուցվել եւ այսօր էլ բախում չլինելու ոստիկանական եւ իրենց հովանավորչությունը վայելող Օհանավանը գերության մեջ պահող այդ ամբողջի այդ բախում չլինելու պատճառով այսօրվա ուխտագնացությունը Օհանավանք չիրականացավ։ Մեր աղոթքն է առ Աստված, որ մի օր եւ Մշո Սուրբ Կարապետում եւ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչում եւ ինչու՞ չէ նաեւ Օհանավանքում մենք Հովհաննես Մկրտչի տոներին մասնակցենք Սուրբ Պատարագի։ Տերհայրը հիշեցրեց Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը նաև Հովհաննեսների, մկրտիչների անվանակոչության տոնն է։ Շնորհավորեց նաև թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանին, շուտ ապույտ վերադարձ մաղթելով նրան։ Խփեցին հովին, բայց հոտը չցվրվեց։ Ինչու, որովհետև հովիվը իր ամբողջ ծառայության ընթացքում կարողացավ Աստծո խոսքը այնպես ներմուծել մեր կյանքից ներս, իրեն վստահված հոտին այնպես հովվեց, որ երբ որ իրեն հարվածեցին, հոտը մնաց ամուր։ Դա նշանակում է, որ այն, այսպես ասած, հոգևոր դաստիարակությունը, որ մեր թեմի առաջնորդը թեմից ներս բերեց իր հոգևոր եղբայրներին, իզուր չի անցել։ Սրբազանին չենք տեսնում, տեսակցության հնարավորություն չունենք, զրուցելու հնարավորություն էլ գրեթե չունենք, բայց միշտ մեր սերը, կարոտը եւ հավատարմությունը հանդեպ Մայր եկեղեցու մենք միշտ փոխանցում ենք Սրբազանին եւ Սրբազանից վերցնում ենք այն օրհնությունները, որ միշտ հերավոր բանտից մեզ է ուղարկում եւ զորացնում է մեզ։ Ներկաներն աղոթեցին Մկրտիչ Բագրատ Միքայել Արշակ Սրբազանների, տնային կալանքում գտնվող Գարեգին Քահանայի, բարերար Սամվել Կարապետյանի, ապօրինի անազատության եւ գերության մեջ գտնվող հայորդիների համար։ Տերհայրը հավատացյալներին հրավիրեց հունվարի 22-ին ժամը 19:00-ին միասնական ժամերգության մասնակցել Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ժամերգության ավարտին հնչեց հայրապետական մաղթերգը, հավատացյալների աղոթքները հայոց հայրապետի կենաց արևշատության եւ մեր եկեղեցու անսասանության համար էին։ Հիշեցնենք, օրերս Արագածոտնի թեմի բոլոր քահանաներն ի թիվս հարյուրավոր քահանաների սոցհարթակներում եւս մեկ անգամ իրենց հավատարմությունը, անմնացորդ սերն ու նվիրումը հայտնեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ եկեղեցու ազգընտիր հայրապետին։ Համբերությունը կյանք է, ասում է ժողովրդական իմաստությունը, հետևաբար պետք է համբերատար աղոթքով, չհուսահատվելով հաղթահարել այս բոլոր դժվարությունները եւ ի վերջո ճշմարտությունը կհաղթահանակի, որտեղ Քրիստոս մեզ է, մեզ հետ է։ Եթե Աստված մեզ հետ է, ուրեմն հաղթանակը անպայման մեր կողմը կլինի։ Ուղղակի սա մի փորձության շրջան է, որ մենք պետք է պատվով հաղթահարենք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Աստվածահաստատ եւ Աստվածահիմն
կառույց է, որի եւ հիմքն է Աստված, եւ գլուխն է Աստված։ Մենք մարմինն ենք, անդամներն ենք այդ մարմնի, որ կազմում է եկեղեցի։ Բնականաբար Աստված հաղթելու է։ Իրենք արդեն պարտվել են, դա իրենց ամոթն է։ Եվ լսում եմ, որ ինչ որ պատրաստվում են մի նոր արշավի մայրաթորի վրա, զարմանք եմ ապրում, ընդամենը 15 օր առաջ, մի ամիս առաջ, 3 ամիս առաջ մայրաթորը իրենց համար մայրաթոր Սուրբ Էջմիածին էր, Վեհափար հայրապետը իրենց համար ամենայն հայոց հայրապետ էր, եւ ընդամենը ամիսներ հետո, 10 օր հետո դառնում է ամբողջությամբ մի այլ իրականություն իրենց համար, հա, եւ պատրաստվում են մի նոր արշավի մայրաթորի վրա։ Մայրաթորը միշտ պաշտպանված է իր հավատարիմներով ու իր նվիրյալներով, ու մենք միշտ կանգնած ենք մայրաթորի ոչ թե կողքին, այլ մայրաթորի ներսում, սրտում, հոգում։ Հունվարի 26-ին ժամը 12:30-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանին առնչվող քրեական վարույթի առաջին դատական նիստը, որը կանցկացվի դռնբաց։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Այսօրերին Հայաստանը կանգնած է բացառիկ զարգացումների առջև։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում, կալանավորվում կամ դատվում են քրեական վարույթների շրջանակում։ Եկեղեցու 4 եպիսկոպոսներ այս պահին մեղադրվում են տարբեր հոդվածներով։ Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը տարվա ամենաակտիվ քննարկվող թեմաներից են։ 2025 թվականի հունիսի 25-ին առաջինը ձերբակալվեց Բագրատ arczepiskopos Գալստանյանը որպես սրբազան շարժման առաջնորդ։ Սրբազանը մեղադրվել է ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։ Դատավարությունը մինչև հիմա ընթանում է։ Բագրատ Սրբազանը, նրա աջակիցները եւ համախոհները չեն ընդունում մեղադրանքը։ Բագրատ arczepiskoposi գործով դատական նիստերն ընթանում են ամեն 5 շաբթի Շենգավիթի դատարանում։ Ես ես երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Շիրակի թեմի առաջնորդը Միքայել arczepiskopos Աջապահյանը ձերբակալվեց 2025 թվականի հունիսի 28-ին։ Մի քանի օրում Սուրբ Էջմիածնի երկրորդ բարձրաստիճան հոգևորականի հետապնդումը բողոքի մեծ ընդվզում առաջացրեց։ Սրբազանին պաշտպանելու համար մայրաթոռում հավաքվեցին բազմաթիվ հոգևորականներ եւ հավատացյալներ։ Մարդիկ վրդովված էին թե եկեղեցու հանդեպ ակնհայտ հալածանքից, թե այն հանգամանքից, որ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար ոստիկանական ու ազգային անվտանգության ծառայության զորքեր են ներխուժել մայրաթոռի տարածք։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեվոր դասի ջանքերով այդ օրը հաջողվեց խուսափել լուրջ բախումներից։ Նման հետևանքները կանխարգելելու համար Միքայել Սրբազանն ինքը ներկայացավ բաժանմունք, որտեղ էլ ձերբակալվեց։ Նրան մեղադրանք ներկայացվեց զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը բռնազավթելու կոչեր անելու մեջ։ Խոսքը վերաբերում էր Սրբազանի հրապարակային ելույթներին, որտեղ նա քննադատել էր կառավարության քաղաքականությունն ու իշխանափոխությունը անհրաժեշտություն համարել։ Հոկտեմբերի 3-ին Միքայել arczepiskoposը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Այդ դատավճիռը համարվում է դասական քաղաքական դատավճիռ։ Միքայել Սրբազանը չի ընդունում մեղադրանքը, այն համարելով քաղաքական եւ կազմակերպված ճնշման հետևանք։ Փաստաբանների թիմը պատրաստվում է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ձերբակալվել է նույն տարվա հոկտեմբերի 15-ին։ Իրավապահները պնդում են, որ նա 2021 թվականի հանրահավաքների ընթացքում օգտագործել է իր ազդեցությունը մարդկանց հարկադրելու համար, որ մասնակցեն ցույցերի։ Մինչդեռ հանրությունը համարում է, որ այս մեղադրանքները նույնպես պայմանավորված են քաղաքական շարժառիթով եւ ուղղված են եկեղեցու գործունեությունը սահմանափակելուն եւ անձամբ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, քանի որ Մկրտիչ Սրբազանը Վեհափար հայրապետի ազգականն է։ Սրբազանի պաշտպանները պնդում են, որ մեղադրանքի համար ոչ մի իրավական հիմք չկա։ Հունվարի 26-ին աշտարակի դատարանում կկայանա Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործով առաջին դատական նիստը։
2025 թվականի դեկտեմբերի 4-ին ձերբակալվեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, այդ թվում թմրամիջոցներ տարածելու։ Արշակ arczepiskoposի պաշտպանները պնդում են, որ դրանք իրականում ոչ մի իրավական հիմք չունեն եւ մտածածին են, եւ որ այս գործով արդար դատաքննությունը լիովին բացակայում է։ Լրատվամիջոցներով տարածվող կարծիքների համաձայն այդ մեղադրանքները կեղծված են եւ նպատակաուղղված են հոգեվորականին զրկելու հեղինակությունից ու էջմիածնական դիրքորոշումը թույլատնելուն։ Արշակ arczepiskoposի գործով դատական նիստերը դեռ չեն սկսվել։ Այս հոգևորականների դեմ ներկայացված մեղադրանքները մեծ արձագանք են ստացել թե Հայաստանում եւ թե արտերկրում։ Մեծամասամբ այս ամենը ընկալվում է որպես քաղաքական ճշմարտ դրսևորում, ուղղված եկեղեցու հեղինակության, առաջնորդների եւ պաշտպանների դեմ։ Ըստ բազմաթիվ վերլուծությունների, հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը թիրախավորվել է եկեղեցուն անկախությունից զրկելու եւ համակարգային ճնշումներ ուժեղացնելու համար։ Մարդկանց հատկապես հուզում է, որ եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի սահմանադրությանը, այսինքն փաստացի խախտվում է երկրի հիմնական օրենքը եւ քաղաքական ճնշումներով խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։ Հունվարի 10-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Այս նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության արտահայտություն ուղղված հոգևորականին, որի կենսագրությունն ամբողջությամբ կառուցված է ծառայական, կրթական, հանրային պատասխանատվության վրա։ Հայ Ռուբենը ծնվել է 1979 թվականին Հրազդան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի, ապա Արատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։ Հայր Սուրբը միջնակարգն ավարտելուց անմիջապես հետո է ընտրել հոգևոր ուղին, ընդունվելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։ Ապա բարձրագույն կրթություն է ստացել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2001 թվականին Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ սարկավագ է ձեռնադրվել։ Ճեմարանն ավարտելուց հետո ծառայությունն սկսել է Մայրաթորի տեղեկատվական համակարգում եւ Գարեգին I հայագիտական աստվածաբանական կենտրոնում, փորձելով համադրել աստվածաբանությունն ու հանրային խոսքը։ Այս փուլում արդեն իսկ ձևավորվել էր Մայրաթորի միաբանի կերպարը։ 2004-ից 2006 թվականներին Ռուբեն Վարդապետը ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զինվորական միջավայրում սպասավորելը պահանջում է մարդկանց հոգևոր պահանջմունքի խորընկալում։ Զինված ուժերում գնդերեցի ծառայությունը առանձնահատուկ հովվական փորձ է։ Նույն շրջանում դարձյալ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ձեռնադրվում է կուսակրոն քահանա, հաստատելով իր լիակատար նվիրվածությունը եկեղեցուն։ Կուսակրոնությունը Հայր Սուրբի գիտակցական ընտրությունն էր, ամբողջովին նվիրվելու եկեղեցուն եւ ժողովրդին, հոգևոր եւ հանրային առաքելությանը։ 2006-ից 2009 թվականներին Ռուբեն Վարդապետը կրթություն է ստանում միջազգային ակադեմիական միջավայրում։ Նրա կրթական ուղին շարունակվում է Հռոմում, Գրիգորյան Պապական համալսարանի մագիստրատուրայում, Սուրբգրային աստվածաբանության ֆակուլտետում։ Զուգահեռ Փարիզի կաթոլիկ ինստիտուտում մասնակցում է ֆրանսերեն լեզվի դասընթացի։ 2010-ից 2011 թվականներին սովորում է Եվրախորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցում։ Այս կրթությունը կարևոր է հոգևորականի համար, որը գործ ունի հանրային, սոցիալական ու նաև քաղաքական միջավայրի հետ։ Վերադառնալով Հայաստան նա ներգրավվում է հրատարակչական, կրթական եւ վարչական աշխատանքներում, իսկ 2011 թվականից ստանձնում է քրեակատարողական հիմնարկների եւ պրոբացիայի հոգեվոր ծառայության պատասխանատվությունը։ Ընդգրկվում է նաեւ ներման հանձնաժողովի կազմում իբրև Մայրաթորի ներկայացուցիչ։ Այս ոլորտում հոգեվոր խոսքը հաճախ մարդկանց վերջին հույսն է։ Սա Ռուբեն Վարդապետի ծառայության ամենածանր, բայց նաեւ ամենամարդկային ուղղություններից է, ուղղված փակ համակարգերում հույսի վերականգնմանը։ 2015 թվականին Հայր Սուրբը պաշտպանում է վարդապետական թեզ Հիսուս Մարկոսի ավետարանում թեմայով։ Նաև մի շարք աստվածաշնչագիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ է հեղինակում։
Միաժամանակ Հայր Սուրբը լայն ճանաչում է ձեռք բերում հեռուստաեթերում։ Շուրջ 7 տարի 2011-ից 2018 թվականներին Շողակաթ հեռուստաընկերության եթերում վարում է օր 6-րդ, իսկ 2018-ից Համատես ավետարաններ հոգևոր հաղորդաշարերը։ Այս հաղորդաշարերը նրան դարձնում են հանրային դեմք, որի հոգևոր խոսքը վստահություն է ներշնչում հազարավոր հեռուստադիտողների։ Ռուբեն Վարդապետը հայտնի է դառնում որպես հոգևորական, որը կարողանում է բարդ աստվածաբանական միտքը փոխանցել պարզ ու ժամանակակից լեզվով։ Նրա հաղորդումները առանձնանում են պարզ լեզվով, խորքային բովանդակությամբ եւ ժամանակակից մարդու խնդիրներին ուղղված մոտեցմամբ։ Երբ այս ամենը չեք անի իմ եղբայրներից մեկին, արած չեք լինի նաեւ ինձ։ 2009 թվականից մինչ օրս Վարդապետը Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է նոր կտակարանի մեկնություն առարկան։ Դասավանդումը նրա ծառայության շարունակությունն է, ուղղված է միաբանների հաջորդ սերնդի հոգևոր մտածողության ձևավորմանը։ Նա նաև ղեկավարում է Մայրաթորի հայեցակարգային գրասենյակը, այժմ էլ ստանձնել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի պատասխանատու առաքելությունը։ Այս նշանակումը եւս վկայում է Հայր Սուրբի հանդեպ Մայրաթորի տածած վստահության մասին, որտեղ կարևորում են Ռուբեն Վարդապետի ամբարած գիտելիքը, հոգևոր ուղին եւ փորձառությունը։ Հայր Սուրբի անցած ճանապարհը ցույց է տալիս, որ հոգևորականը կարող է միաժամանակ լինել միաբան, ուսուցիչ, հեռուստամեկնաբան եւ հովիվ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։